Ուրբաթ 14 նոյեմբեր 2025-ի երեգոյան Նյու Ջերսիի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահի մեջ ազգային առաջնորդարանին գազմագերբությամբ տեղի ունեցավ ժողովրդային հանդիսություն նվիրված նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին վեհապար Հայրաբեդին քաղաքալության եւ Օծման 30-ամյակին։ Հանդիսության ներկայ էին Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի համայնքներեն ներծառայող ազգային մարմինները, ազգային վարչության ներկայացուցիչները, հոգեվոր դասը եւ մեծ թիվով ազգայիններ։ Հանդիսության երկու գլխավոր բանախոսներն էին Բոստոնի Սուրբ Ստեփանոց եկեղեցու հոգեվոր հովիվ Կերաբադիր Տեր Հրանտ Ծայրակուն Վարդապետ Տահանյան եւ Ֆիլադելֆիա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեվոր հովիվ Ութեմի ազգային վարչության կրոնական ժողովի ադենաբեդ Կերաբադիր Տեր Բողոս Ծայրակուն Վարդապետ Տինչյան։ Հայր Հրանտ իր խոսքի մեջ լայնորեն անդրադարձավ նորին սրբության միջեկեղեցական մարզեն ներս ավելի քան 50 տարիներու վաստակին, իսկ Հայր Բողոս կետրոնացավ նորին սրբության հայ կյանքեն ներս ունեցած անզուգական ու պատմական ներդրումներուն վրա։ Դեղվին համասկային արեկակ երջախումբը ու բարախումբը իրենց գեղեցիկ կատարողությամբ ծաղկեցուցին հանդիսությունը։ Ցուցադրվեցավ վեհապար Հայրաբեդին 30-ամյա քաղաքալության նվիրված զգարճ տեսերիզմը։ Արևելյան հայացքամի առաջնորդ Գերաշնորհ Դերանուշաբան arczepiskopos Դանիելյան իր սրդի խոսքի մեջ ընդգծեց, որ վեհապար Հայրաբեդը իր նախնիներուն եւ մանավանդ Սահակ II կաթողիկոսի օրինագով Գիլիգյան Սուրբ Աթոռը առաջնորդեց Պոտորգալից եւ Ամեհի պայմաններեն դեպի խաղաղ ու պարկավաճապեր։ Սրբազան հայրը նաեւ հայտնեց, որ Հայրաբեդը իր խիզախ ու հանցնարուգեցվածքով Անտիլիասի ոգին ծոլացուց իր անձի մեջ եւ զայն իր հարազատ տարազով փոխանցեց հաջորդ սերունդներուն։ Ավարտի նորին Սուրբ Օծությունը ուղեց իր հայրաբեդական օրհնության խոսքը։ Ան իր բարձր գնահատանք հայտնեց առաջնորդ սրբազանին ու ազգային վարչության նման ցերնար կազմակերպելու իրենց մտահղացումին համար։ Ան նաև գնահատեց 30-ամյա հայրաբեդական քաղաքալության իրագործումները արժևորող երկու բանախոս հայր սուրբերը։ Ապա ասավ, թե հայրաբեդական քաղաքալության 30 տարիները կարելի է խդացնել մեկ բարի մեջ՝ ծառայություն։ Ծառայությունը, որ իրագործվեցավ նվիրումով, հանձնառությամբ, հավաքական հավատքով ու հետևողական ջիկով։ Այդ ծառայությունը Աստծո օրհնությամբ մեկ նպատակ ուներ՝ ազգը, հայրենիքը ու եկեղեցին։ Հաջող կհիշեցնեմ մեր ժողովրդի զավակներուն, թե Անտիլիասը վայրը չէ, այլ ծառայություն է։ Անտիլիասի զորության աղբյուրը ժողովուրդն է, իսկ ծառայության տաշտը դարձյալ ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ Անտիլիասը վեհապարին միապանության եւ բոլոր մարմիններուն կողմէ կծառայե։ Նորին սրբության քաղաքալության 30-ամյակին նվիրված հանդիսությունը իր ավարտին հասավ Կիլիկիա օրհներքի միահունչ կատարողությամբ։